Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ պետական կառավարման համակարգի վերնախավը կրկին ստացել է պարգևավճարներ, սակայն այս անգամ առավել կառավարելի ձևաչափով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը փոխել է խոշոր պարգևավճարների տրամադրման մոտեցումը, դրանք բաժանելով ամսական վճարումների, որպեսզի տարեվերջի սկանդալն ու դժգոհության ալիքը էլի չբարձրանա, երբ հայտնի դարձավ, որ բարձրաստիճան պաշտոնյաները ստացել էին 3-ից մինչև 11 միլիոն դրամի հասնող պարգևատրումներ։ Ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։ Ժողովուրդ օրաթերթի խորհրդարանական աղբյուրների փոխանցմամբ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորները ստացել են շուրջ 670,000 դրամի պարգևավճար մարտ ամսվա համար։ Ազգային ժողովի աշխատակազմի մեծ մասի դեպքում հավելավճարները կազմել են 40-ից մինչև 400,000 դրամ։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Իսկ գործադիր իշխանության համակարգում պարգևավճարների չափերը էականորեն բարձր են։ Նախարար, փոխնախարար, վարչության պետ, բաժնի պետ, ըստ Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների, այստեղ պարգևավճարները սկսվում են ամսական 3 միլիոն դրամից։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ բարձրաստիճան պաշտոնյաները աշխատավարձին զուգահեռ ամեն ամիս այսպիսի մեծ թվով պարգևավճարներ կստանան, իբրև աշխատավարձի բաղկացուցիչ մաս, բայց նախագիծը հաստատված է միայն երկրորդ կիսամյակի համար, մինչև ընտրություններ, մինչև հունիս։ Ստացվում է յուրօրինակ ընտրակաշառք պետական համակարգին։ Դեմ չունենք, օրակարգը ընդունված է։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության մարտի 2026 թվականի 12-ի նիստում գործադիրը հաստատեց ևս 4.6 միլիարդ դրամի նախագիծը 2025 թվականի երկրորդ կիսամյակի համար պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման եւ դրա հիման վրա խրախուսում։ Կատարողականի գնահատման պիլոտային համակարգը ես կարևոր եմ համարում հակակոռուպցիոն քաղաքականության տեսակետից 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո մենք կոռուպցիայի ընկալման համաթվերում շատ մեծ առաջընթաց արձանագրեցինք, բայց մի X պահի եւ այսօր էլ որոշակի լճացում կա եւ ես կարծում եմ, որ մենք պետք է մեր երկրում հակակոռուպցիոն ստանդարտները ավելի խստացնենք, ավելի բարձր ստանդարտներ սահմանենք եւ այս որոշումը տեղավորվում է նաեւ այդ տրամաբանության մեջ եւ մեզ հարկավոր է սեփական աշխատանքի վրա գերկենտրոնացած պաշտոնյա, ով առավելագույն ջանք է գործադրում իր առջև դրված խնդիրները լուծելու համար։ Նիկոլ Փաշինյանը միլիարդավոր դրամների պարգևավճարների բաշխումը անվանեց պետության հարատևության օրակարգի մեջ տեղավորվող որոշում։ Այս համակարգը արդյունքներ է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն պաշտոնյաները ստանում են խոշոր պարգևներ, բայց դա արդյունքներ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Տարակուսելին այն է, որ պետբյուջեի հաշվին նման ճոխ ինքնապարգևները բաժանվում են սոցիալապես բավականին ծանր վիճակում գտնվող մեր երկրում։ Պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատության մակարդակը 2024 թվականի տվյալներով 21.7% է կազմում։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի վերջին ստացել էր 12 միլիոն դրամ պարգևավճար, չհաշված մոտ 2 միլիոն դրամ աշխատավարձը։